Հարգելի հետևորդներ, ABC լուրերն ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնու Թաֆյանն եմ, բարի առավոտ։ Կալանավորված աշակերտի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը նոր մանրամասներ է հայտնել 18-ամյա տղայի առողջական վիճակի մասին։ Նրա խոսքով մի քանի օր առաջվա հետ համեմատ դպրոցականի ինքնազգացողությունն ավելի վատ է։ Փաստաբանը տեսակցել է Դավիթին, ասում է, ուներ գլխացավ, գլխապտույտ եւ զարկերակային բարձր ճնշում։ Հիշեցնեմ, որ դատարանը որոշել էր կալանավորել 18-ամյա Դավիթ Մինասյանին այն բանից հետո, երբ նա ըստ իրավապահների փորձել էր հարվածել եկեղեցի այցելած Նիկոլ Փաշինյանին։ Քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո, սակայն նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ այժմ հիվանդանոցում է։ Դպրոցականի հետ միջադեպը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ Ծաղկազարդի օրը։ Սուրբ Աննա եկեղեցում այս շաբաթ էլ Զատկին Փաշինյանի այցը եկեղեցի չի անցել առանց միջադեպերի։ Սակայն այս անգամ չի ավարտվել ձերբակալությամբ։ Իշխող ուժի ղեկավարը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էր։ Պատարագիչը անուշավան եպիսկոպոս Ժամ Կոչյանն էր, որը միացել է Փաշինյանի նախաձեռնած այսպես կոչված բարենորոգման ծրագրին։ Քրիստոս հարյավ իմեղելոց ձեզ և մեզ մեծ ավետիս։ Երեք հայ առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Զատիկը, Քրիստոսի հարության տոնը։ Զատիկը հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից է։ Սուրբ Զատկի նշանակությամբ մարդկությունը Քրիստոսի շնորհիվ զատվեց, ազատվեց մեղքի գերությունից, ստանալով մեծագույն պարգևը, հավիտենական կյանքը։ Հիսուս Քրիստոսի հարությունը քրիստոնեության հիմքն է։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II պատգամ է հղել Քրիստոսի Սուրբ հարության տոնին։ Վեհափառը պահանջել է ազատ արձակել պատանտարված ու ապօրինի ազատազրկված հայրենակիցներին, դատապարտել կամայական ու ընտրովի արդարադատությունը և կոչ արել ամրապնդել պետականությունը և հրաժարվել կործանարար ու վնասակար երևույթներից։ Մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար ազգի զավակները վճարել են իրենց կյանքով, դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն այսօր ավելի է խորանում արցախայության իրավունքների ոտնահարումով, պատանդարված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ, ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը, երբ անտեսվում ու խեղաթյուրվում են նվիրական արժեքները, երբ գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն։ Ժառանգություն կուսակցությունը որոշել է չմասնակցել 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանի ընտրությանը և սատարել Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված դաշինքին։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ևս որոշել է չմասնակցել ընտրությանը։ ՀՀԿ համագումարի ժամանակ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, եթե ՀՀԿ-ն ունենար Հայաստան դաշինքից բարձր վարկանիշ, ապա կմասնակցեին ընտրությանը։ Սարգսյանի կարծիքով ընդդիմության առաջատարը ուժեղ Հայաստանն է։ Միջև վերջ պետք է նվիրվի այն սուրբ գործին, որը տանելու է առաջ, որը երկրում իշխանափոխություն է անելու։ Դրանից առավել կարևոր ոչինչ չկա։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ 15 րոպեից ավել մնացին։ Փաշինյանի հրաժարականն է չվերարտադրվել է սուրբ գործը։ Հա, բա ի՞նչ է։ ՀԿ 18-րդ համագումարի ժամանակ կուսակցությունն ընտրել է կուսակցության նախագահ ու գործադիր մարմնի անդամներ։ Կուսակցության նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը։ Միաժամանակ ընթանում էր քաղաքացիական պայմանագրի արտահերթ համագումարը։ Կուսակցությունը միաձայն որոշել է վարչապետի թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, քննարկել է նաև կուսակցության ընտրական ցուցակը։ Փաշինյանի խոսքով այն կազմել են երկփուլ քվեարկությամբ, իսկ թեկնածուների ցուցակը կազմել են իրենց ստացած ձայների քանակի համաձայն։ Ալեն Սիմոնյանի խոսքով իրականում Հայաստանի անվտանգության ամենամեծ երաշխավորը հենց Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանինը Հայաստանը։ Աշխարհում ամենուրեք նոր սկսվող, շարունակվող, խորացող պատերազմներ են, Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը եկել են հասել են մի հանգրվանի, որը հիմա մենք պետք է ամրապնդենք, որովհետեւ Ադրբեջանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը շատ ու շատ ուժեր ուզում են ներքաշել
առնվազն իրար մեջ պատերազմի գործողություն իրականացնելու։ Դա ակնհայտ է եւ պարզ է։ Դա այնքան ակնհայտ է, որ ես նույնիսկ չեմ պատկերացնում, որ մենք դրա մասին պետք է խոսենք։ Իշխող ուժի պաշտոնյաների զրույցների գլխավոր թեման դարձել է նաև Փաշինյանի եւ Պուտինի հանդիպմանը հաջորդած Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությունը, թե Հայաստանը մոտ է եզրագծին եւ պետք է ընտրի Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջև։ Օրինակ ապրանքների հետ կապված, գազի գնի հետ կապված տարիներ շարունակ եղել են եւ պետք է ասեմ, որ այդ պարագայում, եթե նրանք նման որոշում կկայացնեն, Հայաստանի Հանրապետությունն իր որոշումը կկայացնի եւ դուրս կգա վերջնականապես թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից եւ մնացած կառույցներից, բայց չեմ կարծում, որ դրան կգնա կհասնի, որովհետեւ ես գիտեմ նաեւ, որ շատ լավ զրույց է դրանից հետո տեղի ունեցել։ Ես կարծում եմ, որ իրականում գազի գինը չի փոխվի, որովհետեւ Հայաստանը կարծում եմ գործընկերներին անհրաժեշտ է որ մնա եւ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, իսկ եթե պետք է Հայաստանը չստանա այդ օգուտները, ապա այդ պարագայում ինչու պետք է մնա այդ միության մեջ։ Կսկսվի այլ միության մեջ գործընթաց ավելի արագացված կերպով։ Սա մեկ, իսկ ինչ է եղել Հայաստանի հետ մինչեւ ԵԱՏՄ-ն։ Ոչ մի բան։ Այսինքն ըստ էության այնպես չի որ ԵԱՏՄ-ի մտնելուց հետո Հայաստանի տնտեսությունում ինչ-որ աստղաբաշխական աճեր են արձանագրվում, հիշեցնեմ ուզես, որ 13, 14, 15, 16 թվականներին տնտեսական աճ եղել է 1-2%, նույնիսկ 16-ին աճ չենք ունեցել։ Այսինքն այդ ԵԱՏՄ-ում դրական զարգացումները դրանք սկսել են դրանի այդ թվականից հետո եւ բացարձակապես իմ կարծիքով կապ չունեն ԵԱՏՄ-ի հետ, կապ ունեն մեր տնտեսության զարգացումների հետ։ Մոսկվայում եւս շարունակում են անդրադառնալ Փաշինյանի արած հայտարարություններին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շեշտել է. Ռուսաստանը ցանկանում է, որ Արցախի հարցը քննարկվի առանց Մոսկվային ավելորդ հղումներ անելու, քանի որ այն ամբողջությամբ Երևանում իշխանության գտնվող անձանց որոշումն է։ Կրեմլի խոսնակը նաեւ ընդգծել է, որ Մոսկվան իրավունք ունի քննարկելու Երևանի հետ Հայաստանում կայանալիք ազգային ժողովի ընտրությունը եւ հայկական կողմի հետագա անելիքները։ Հոիդա երիտասարդականը Ստամբուլում մասնակցել է սոցիալիստ երիտասարդների միջազգային միության համագումարին, որը հյուրընկալել էր Թուրքիայի Ժողովրդի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։ Երիտասարդները խոսել են առանցքային հարցերի մասին, այդ թվում արցախցիների վերադարձի իրավունքի, Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ եւ անվերապահ ազատ արձակման, Հայաստանում ժողովրդավարության հետընթացի ընդդիմադիր ուժերի նկատմամբ հետապնդումների մասին։ Սակայն Թուրքիայի կառավարության ճնշումների հետևանքով մասնավորապես ընդդեմ Ժողովրդի Պետական կուսակցության, որը Թուրքիայի խորհրդարանում ամենախոշոր ընդդիմադիր ուժն է, անվտանգության միջոցառումների պատրվակով ոստիկանությունը ներխուժել է համագումարի անցկացման վայր եւ թույլ չի տվել որևէ քաղաքական քննարկում կամ բանավեճ։ Արդյունքում համագումարը ընդհատել են եւ բոլոր բանաձևերի ընդունումը հետաձգել։ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, եթե Իրանը հնարավորինս շուտ գործարք չկնքի, դիտարկում է ամեն ինչ պայթեցնելու եւ նավթի նկատմամբ վերահսկողություն հաստատելու տարբերակը։ Նրա խոսքով Իրանը եւ ԱՄՆ-ն կարող են համաձայնության հասնել, նշելով, որ իրանական կողմի բանակցողներին թիրախ չեն դարձնի, որպեսզի նրանք կարողանան բանակցել։ Իրանական անօթաչուները հարվածել են Բահրեյնի նավթագազային ընկերության վառելիքի պահեստներից մեկին, ընկերության տարածած հաղորդագրության համաձայն հրդեհը մարել են։ Ամերիկացի հատուկ ջոկատայինները փրկել են Իրանում ոչնչացված F-15 կործանիչի անձնակազմի երկրորդ անդամին, որը Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի գնդապետ է։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զինվորականին տարհանել են եւ նա անվտանգ վայրում է։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների զինված ուժերն իրականացրել են ԱՄՆ պատմության մեջ ամենահամարձակ որոնողափրկարարական գործողություններից մեկը։ Իսրայելը հարվածել է Բեյրութին, հրթիռները հարվածել են Ջնահ եւ Ռուվեյս թաղամասերի բնակելի բարձրահարկ շենքերին։ Ջնահ թաղամասի մոտակայքում գտնվում են Չինաստանի դեսպանատունը եւ ամենամեծ ժամանակավոր բնակեցման կենտրոնը, որտեղ բնակվում է հարավային եւ արևելյան Լիբանանի իրենց տներից տեղահանված ավելի քան 8000 քաղաքացի։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Բեյրութում իսրայելական հարվածների պատճառով կա 4 զոհ, 39 վիրավոր։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սիրիա։ Զելենսկին Դամասկոս էր գնացել Թուրքիայի նախագահին սպասարկող օդանավով։ Դամասկոսում հանդիպել է Ահմեդ ալ-Շարայի հետ։ Սպորտից մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր։ Նժույգաթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը ցույց է տվել լավագույն արդյունքը վաստակելով 14800 միավոր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ է նվաճել։ Նա երկրորդ տեղն է զբաղեցրել օղակների վարժությունում եզրափակչում հավաքելով 14300 միավոր։ Այսօր աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Եվրոպայի երակի չեմպիոն Արթուր Դավթյանը։ Եվ վերջում եղանակի մասին։ Ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև, բայց օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է, կհանդիպենք առայժմ։